ինչ որ բան այն չէ իր կյանքի հետ եւ կյանքի մեջ, բայց կանգ չառավ Աստված, վերջակետ չդրեց այս դատաստանի վրա, դրեց ստորակետ։ Իմ ամենասիրած կետադրական նշանը Աստվածաշնչի ստորակետն է, Աստծո ստորակետը, ամեն, համաձայն եք, դուք էլ կսիրեք այդ ստորակետը։ Երբ որ սատանան գալիս է եւ փորձում է վերջակետ դնել, իրականում նա շատ կուզենար, որ ամբողջ Աստվածաշունչը մի տող լիներ ընդամենը։ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը եւ անձև ու դատարկ էր երկիրը եւ վերջակետ։ Լավ, մի հատ էլ նախադասություն եւ անդունդի վրա խավար կար եւ վերջակետ։ Բայց Աստված ջնջեց այդ վերջակետը մեր կյանքից, ստորակետ դրեց ու եւ դրեց։ Իսկ մենք գիտենք, որ եւը նաեւ կապող օղակ է, եւը շարունակությունն է, եւից հետո իմաստ է փոխվում։ Մի քերականական դաս էլ ձեզ ասեմ, Հասմիկ քույրը չգիտեմ այստեղ է թե չէ։ Երբ է եւից առաջ ստորակետ դրվում։ Ուր է Հասմիկ քույրը։ Խնդրում եմ ասեք, դուք հայագետ եք, հայրենի մասնագետ եք։ Ուշադիր լսեք, երբ որ ենթական փոխվում է, եւից առաջ ստորակետ է դրվում։ Ով է ենթական։ Նախ Հասմիկ քույրնոյից ասա ենթական որ հարցերն է պատասխանում։ Ով ովքեր, առաջինը ով։ Երբ որ ովը փոխվում է, դերակատարը փոխվում է, ստորակետ է դրվում։ Քույրեր, եղբայրներ, մեր կյանքի վկայությունն էլ կարող է հիմա այսպիսին լինել, կամ ինչ որ մեկը, որ եթերով տեսնում է, իմ կյանքը անձև ու դատարկ է, իմ կյանքում անդունդ կա, խավարն է անդունդի վրա իշխում, իմ մտքի մեջ խավարամտություն կա, չեմ կարողանում իմ ապագան տեսնել, եւ ուզում այդտեղ վերջակետ դնել, եւ հանկարծ ենթական քո կյանքի մեջ փոխվում է, մեկ ուրիշ անձ է գալիս առաջ, եւ հետեւաբար ըստ օրենքի ստորակետ պիտի հայտնվի այդտեղ։ Աստված իր ստորակետով գալիս է մեր կյանքի մեջ։ Օրհնյալ լինի Աստծո ստորակետը, օրհնյալ լինի Աստծո շարունակական գործը իմ ու քո կյանքի մեջ, օրհնյալ լինի Աստծո Սուրբ Հոգին, ամեն, որ նա շարունակություն բերեց։ Եվ շարունակությունը հետևյալն էր, եւ Աստծո Հոգին, ահա ենթական, գտանք ենթական, եւ Աստծո Հոգին, փոխվեց դերակատարը, փոխվեց եղանակը, փոխվեց ամեն բան, Աստծո Հոգին եկավ մեր կյանք, եւ ինչ եղավ, Աստծո Հոգին շարժվեց, Աստծո Հոգին շրջեց, վերևից նայում էր, դրա համար նա աղավնակերպ էր, իջավ Հիսուսի վրա վերևից, որպես աղավնի, նա շրջում է, թե ում վրա իջնի, շրջում է, թե որտեղ հանգրվանի, կարող ենք այսօր ասել, արի ինձ վրա, Սուրբ Հոգի, արի իմ կյանքի մեջ ես քո կարիքն ունեմ, իմ երեխաները քո կարիքն ունեն, իմ տունը, որ քաոսի մեջ է, իմ տունը, որ անդունդի եզրին է հասել, ուր որ է ընտանիքս պիտի կործանվի, արի Սուրբ Հոգի, շրջիր իմ տան մեջ, իջիր ինձ վրա, շարժիր ինձ ով Տեր։